Հնդկաստանում հայկական դպրոցներ գործել են 18-րդ դարավերջից սկսած հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում։ Դրանցից ամենանշանավորը Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը 204 տարեկան է։ Կրթօջախը երկսեռ 10-ամյա անգլիական թեքումով հայկական դպրոց է։ Այս պահին ճեմարանում սովորում են հայ տղաներ եւ աղջիկներ աշխարհի մի քանի երկրներից՝ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանից, Իրաքից, Մյանմարից եւ Ռուսաստանից։ Ապագայում եթե անշուշտ լինեն դիմորդներ այլ երկրներից եւս, մենք հնարավորություն ունենք ընդունելու նաեւ այլ երկրներից։ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում 10 տարի ուսանելուց հետո մեր հայ տղաներին եւ աղջիկներին, նրանք ովքեր որ ճեմարանն ավարտում են բարձր առաջադիմությամբ, լավ կամ գերազանց գնահատականներով, իրենց հնարավորություն է տրվում ուսումը շարունակելու Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում։ Այդ դպրոցը լավ կամ գերազանց գնահատականներով ավարտելուց հետո, 12-րդ դասարան ավարտելուց հետո, իրենց բացառիկ հնարավորություն է տրվում ուսումը շարունակել Հնդկաստանում գործող որևէ համալսարանում։ Աշակերտները, դիմորդները, համալսարան դիմողները իրենց ցանկությամբ ընտրում են համալսարանը եւ տեսչի հետ համաձայնությամբ ուսումը շարունակում են ինչպես բակալավրիատուրայում, այնպես էլ մագիստրատուրայում։ Թե Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում, թե Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում եւ թե Հնդկաստանի որևէ համալսարանում մեր հայ երիտասարդների բոլոր ծախսերը, այդ թվում սննդի, հագուստի, բժշկության, ուսման, ընթացքում նրանց տրվում են նաև կրթաթոշակ։ Այս բոլոր ծախսերը հոգում է հայոց մարդասիրական ճեմարանը տեղի Սուրբ Նազարեթ եկեղեցու օժանդակությամբ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը մշտական ուշադրության եւ հոգացության ներքո է պահում մարդասիրական ճեմարանը։ Հայրապետը հաճախ է այցելում Կալկաթա, հետևում ճեմարանի զարգացումներին եւ ձեռքբերումներին, տեղում համոզվում, որ աշակերտները որակյալ կրթություն են ստանում եւ ապահովված են կեցության բարվոք պայմաններով։ Նորին սրբության հերթական այցը նոյեմբերի 8-ին էր։ Ամենայն հայոց կաթողիկոսը աշակերտների, մանկավարժների եւ տնօրինության հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մեծագույն ուրախությամբ է այցելում հայոց մարդասիրական ճեմարան, որտեղ տարեստարի նորանոր ձեռքբերումներ են արձանագրվում։ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ճեմարանի տեսուչ Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր հովիվ Տաճադ վարդապետին, հոգաբարձուների խորհրդին, մասնավորապես խորհրդի անդամներ Տիկին Սյուզան Ռուբենին եւ Տիար Սունիլ Սոբթիին, ուսումնակրթական ծրագրերին եւ շինությունների նորոգչական աշխատանքներին նպաստելու համար։ Հայրապետը նշեց, որ հայոց մարդասիրական ճեմարանը ժամանակի մեծանուն հայորդիների, իղձերի ու երազանքների արգասիքն է եղել։ Նրանք ամեն ջանք ծառայեցրել են ազգային կյանքի շինությանը, հետամուտ եղել, որպիսի հեռավոր երկրում հասակ առնող հայ երեխաները հաղորդ լինեն իրենց պատմությանն ու արժեքներին։ Ճեմարանի հիմնադրումից ի վեր նպատակը եղել է ոչ միայն Հնդկաստանում, այլև հարևան երկրներում բնակվող հայության մեջ մեր ազգի ստեղծագործ մտքի լուսավորության ջահը վառպահելը։ Եվ բնականաբար դրա համար պետք է ժամանակին բացվեին հայկական դպրոցներ եւ ժամանակի մեծ բարերարների ճեմարանի հիմնադիրների, հատկապես Աստվածատուր Մուրադխանյանի, Մնացական Վարդանյանի եւ Դավթյան օրիորդաց վարժարանի հիմնադիր Դավիթ Դավթյանի եւ բազում հայորդիների թողած նվիրատվությունների շնորհիվ ճեմարանը կարողանում է ոչ միայն պարզապես գոյատևել, այլև մեծ առաջընթաց ապրել։ Այստեղ հարկ եմ համարում նշել, որ նրանց թողած նվիրատվությունները պետք է ծախսվեն ըստ Հնդկաստանի օրենքի միայն ու միայն Հնդկաստանի սահմաններից ներս եւ ոչ երբեք դրա սահմաններից դուրս։ Ճեմարանի նպատակն է հայ պատանուց կերտել ուսյալ եւ գիտակից, քրիստոնեական հավատքով եւ արժեհամակարգով լեցուն հայ մարդ, որը պիտի կարողանա իր գիտելիքներն ու փորձառությունը ապագայում ծառայեցնել Հայաստանի համար եւ հենց Հայաստանում։
Հնդկաստանում երկար տարիներ գործել է նաև Դավիթյան օրիորդաց վարժարանը, որը 1949 թվականին միացել է մարդասիրական ջեմարանին։ Այս պահին հիմնանորոգվում է վարժարանի կացարանային մասնաշենքը։ Հայրապետի ցանկությունն է, որպեսզի ջեմարանում ուսանող աղջիկներին կացարանային առանձին շենք տրամադրվի։ Այցի ընթացքում հայոց հայրապետը եղավ հիմնանորոգվող կացարանային տարածքում, որը մի քանի ամսից դռները կբացի մարդասիրական ջեմարանում ուսանող աղջիկների առաջ։ Այսօրվա ընդհանուր աշակերտներու թիվը միասին եւ դղաները եւ աղջիկները մոտ 90 հոգի են։ Ամենից որ նոր շենք է շինվում, ուրեմն դղաների բաժինը թադարգվում է, այնտեղ կարելի ավելացնել եւ աղջիկների նոր շենք, որ կարող է 100 հոգի հանգիստ ընդունել։ Ամենից ինձ թվում է սա նոր խթան կհանդիսանա Աբակայի համար։ Հայկազուն arczepiskopos Նաջարյանը, ով երկար տարիներ Հնդկաստանի եւ Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակն է եղել, նշում է, որ մարդասիրական ջեմարանի ներկա վիճակը անհամեմատելի է նախկին վիճակի հետ։ Նա ևս ընդգրկված էր հայրապետական պատվիրակության կազմում։ Պետք է ասեմ, որ իմ հոգուս խոսող քիչ հաստատություններից մեկն է, որ իսկապես այդպես լավ է զգում, որ այսպեսի մի հաստատություն մենք ոչ միայն ունեցել ենք, այլ նաև պահպանել ենք, ամենուր հաճելի է այցելել, ներկա լինել, տեսնել։ Այցից տպավորված էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը, որը ևս ընդգրկված էր հայրապետական պատվիրակության կազմում։ Սրբազանի գնահատմամբ բազմամշակույթ եւ բազմաշերտ այդ երկրում տպավորիչ էր պահպանված տեսնել հայկականությունը, որը մեծ նվիրում եւ լուրջ ջանքեր է պահանջում։ Ես հիացած եմ եւ նաեւ կարող եմ վկայել, որ մեր երեխաները, որ այնտեղ սովորում են, շատ լավ պայմաններում են սովորում, Փառք Աստծո, եւ մեր հոգեվոր դասը եւ հոգաբարձունները իրապես մեկ ընտանիքի նման կարողանում են այն սերը մատուցել երեխաներին եւ կարծում եմ այդտեղից լավ կրթություն ստանալով երեխաները, երիտասարդները կվերադառնան հայրենիք եւ պիտանի կլինեն եւ եկեղեցուն եւ մեր պետությանը։ Կալկաթայի հայոց մարդասիրական ջեմարանը հայկական Սփյուռքի ամենաազդեցիկ կրթական հաստատություններից է եւ լուրջ դերակատարություն ունի Հնդկաստանի հայ համայնքի պահպանման գործում։ Այսօր հնամյա կրթօջախում երեխաները սովորում են հայերեն, անգլերեն, հնդկերեն, ռուսերեն, համաշխարհային գրականություն, պատմություն, ճշգրիտ եւ բնագիտական առարկաներ։ Զանգերի ներքո հայրապետական թափորը շարժվում է դեպի Մայր տաճար։ Կիրակնորյա պատարագը Մխիթար Աբեղա Եփրեմյանն է մատուցում։ Ով ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծը։ Հայր Մխիթարն իր քարոզը Ղուկասի ավետարանից այս մեջ բերումով սկսեց։ Սա աշակերտներին ուղղված Քրիստոսի պատգամն էր, որով կարևորում էր խոնարհությունն ու հեզությունը։ Երբ մարդ խոնարհվում է իրենից ավելի փոքրին, գտնում է իր ճշմարիտ մեծությունը։ Երբ լինելով փոքր ձգտում է մեծության, ողբերգականորեն ավելի ու ավելի է փոքրանում, ասաց Հայր Սուրբը, խոսելով ավետարանական այդ դրվագի մասին։ Քարոզի վերջում Հայր Սուրբն անդրադարձավ մեր եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին ու փորձություններին։ Այսօր փորձ է արվում վիճարկել հազարամյակների փորձություններով անցած եւ սրբագործված նվիրապետական կարգը, բայց հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի բավականաչափ փորձառություն եւ իմաստություն հաղթահարելու բոլոր փորձությունները, որոնք իրականում նոր չեն եկեղեցու կյանքում, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պետք է ամրապնդեն մեր հավատքը եւ միաբանությունը Մայր եկեղեցու շուրջ։ Ասաց Հայր Սուրբն իր քարոզն ամփոփելով մի վանականի խոսքերով. երբ զորագնդում կա ողջախոհություն, հնազանդություն, կարգ ու կանոն եւ զինվորական սխրագործության ոգի, այն ահազդու է դառնում հակառակորդի համար։ Կիրակնորյա պատարագի վերջում աղոթք հնչեց անազատության մեջ գտնվող Միքայել Բագրատ Մկրտիչ եպիսկոպոսների բարերար Սամվել Կարապետյանի հայրենիքի եւ եկեղեցու պաշտպանության համար, Հայաստանի եւ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ կատարվեց ի հիշատակ լուսահոգի Սարգիս եւ Ամալիա Կարապետյանների։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ծնողները վաստակաշատ մանկավարժներ են եղել։ Իրենց ծննդավայրում Լոռիում մի քանի սերունդ են կրթել։ Հիշեցնենք, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին հայ առաքելական եկեղեցուն հրապարակավ աջակցություն հայտնելուց հետո։
Բարերարի ջանքերով մի շարք եկեղեցիներ ու տաճարներ են կառուցվել ու վերակառուցվել Հայաստանում, Արցախում եւ Ռուսաստանում։ Կարապետյան ընտանիքի ջանքերով է հիմնանորոգվել Վեհարանի պատմական շենքը, կառուցվել հանդիսությունների սրահն ու հայրապետական մատուռը։ Արարողությունների ավարտին Մայրտաճարում հնչեց հայրապետական մաղթերգը։ Մայրտաճարից ելնելիս նորին սրբության օրհնությանն արժանացան բազմաթիվ հավատացյալներ։ Մարդիկ ձգտում էին հպվել հայրապետի ձեռած խաչին օրհնություն ու զորություն ստանալու համար։ Անուշ Արաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։ Նոյեմբերի 8-ին Ռումինիայի հայոց թեմի Վիկտորիև Հովսեփ-Տուդյան մշակույթի տանը տեղի ունեցավ ամենայն հայոց հայրապետին նվիրված Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Ռումինիան խորագրով գրքի շնորհանդեսը, բացվեց առաջնորդանից Սրբոց հրեշտակապետած Մայրտաճարի պատմությունը վերտառությամբ ցուցահանդեսը եւ տեղի ունեցավ հայոց թեմի Մայրտաճարի 100 տասնամյակին նվիրված դրոշմանիշի թողարկման պաշտոնական արարողությունը։ Տոնական առիթով Ռումինիա էին ժամանել Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Վրաստանի հայոց թեմերի առաջնորդները, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեվոր հովիվը։ Միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ հյուրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայի կառավարության անդամներ, այդ թվում կրոնից նախարար Չիպրիան Վասիլե Օլինիչը, Ռումինիայի սենատի փոխնախագահը, արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչը, Ռոմ Ֆիլատելիայի գլխավոր նախագահը, կրոնից նախկին նախարար Վիկտոր Օպասկին, մարդու իրավունքների, կրոնների եւ ազգային փոքրամասնությունների խնդիրներով հանձնախմբի ղեկավարը, եվրոպական գործերի հանձնախմբի նախագահը եւ այլոք, տարբեր եկեղեցիների եւ պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, թեմական պատգամավորական ժողովի, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Ռումինիան գիրքը հրատարակվել է նորին սրբության գահակալության 26-րդ տարեդարձի առիթով նախաձեռնությամբ եւ օրհնությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդի։ Գրքի գլխավոր խմբագիրը ռումինահայ նշանավոր լրագրող, թարգմանիչ Մադլեն Կարագաշյանն է։ Խմբագիրները Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Օշական քահանա Խաչատրյանը եւ Ինեսա Թոմասյանցը։ Այս հրատարակության նպատակն է ռումին ընթերցողին եւ ռումինահայությանը ծանոթացնել ամենայն հայոց հայրապետին իր գրվածքների միջոցով։ Ռումիներեն թարգմանությամբ ներկայացված են Գարեգին II կաթողիկոսի այն կոնդակները, քարոզները, ուղերձները, մտքերը, հովվապետական այցերի մասին տեղեկությունները, որոնք ուղղակիորեն կապված են ռումինահայ թեմի եւ համայնքի, ինչպես նաեւ ազգային եկեղեցական նշանավոր իրադարձությունների հետ, ինչպիսիք են հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի հիմնահարցը եւ այլն։ Գրքում ընդգրկված են նաեւ մանրամասներ նորին սրբության Ռումինիա կատարած 3 հովվապետական այցելություններից 2000, 2008 եւ 2012 թվականներին։ Նախաբանում թեմակալ առաջնորդը ներկայացնում է վեհափար հայրապետի գործունեության ուշագրավ դրվագներ, նորին սրբությանն անվանելով մեծ իրագործումների հայրապետ։ Գիրքը հրատարակվել է Ռումինիայի հայոց թեմի Զամկա հրատարակչությունում, Ռումինիայի հայոց միության աջակցությամբ Արարատ տպարանում։ Հայերենից ռումիներեն թարգմանությունները կատարել են Ավետիս քահանա Մանդալյանը եւ Օշական քահանա Խաչատրյանը։ Այս տարի Ռումինիայի հայոց թեմի պատմության մեջ առաջին անգամ հայ հոգևոր կառույցի պատվին դրոշմանիշ է թողարկվել։ Գրքի շնորհանդեսից հետո տեղի ունեցավ հայոց թեմի առաջնորդանիստ Մայրտաճարի 100 տասնամյակին նվիրված դրոշմանիշի պաշտոնական թողարկման արարողություն։
Տրոշմանիշի մարումից հետո բացվեց 110-ամյա առաջնորդանիստ Մայր տաճարին նվիրված ցուցահանդեսը։ Այն ընդգրկում է տաճարի 110 տարիների պատմությունը։ Ներկայացված էին արխիվային կարևոր լուսանկարներ։ Ցուցադրվեցին նաև վերջին տարիների մի շարք նշանակալի իրադարձությունների լուսանկարներ, տարբեր եկեղեցիների պատրիարքների, պաշտոնական եւ պետական այլ կարևոր անձերի այցելություններից։ Լուսանկարները լույս են սփռում Ռումինիայում հայոց առաջնորդանիստ եկեղեցու առանցքային նշանակության վրա։ Ցուցահանդեսից հետո Ռումինիայի կրոնից նախարարության ֆինանսավորմամբ վերանորոգված Մայր տաճարում տեղի ունեցավ Կոմիտասին նվիրված համերգ։ Ելույթ ունեցան Հայաստանից հրավիրված մեներքիչներ։ Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը սկսվեց նոյեմբերի 4-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում համատեղ աղոթքով։ Եզրասրբազանի հանդիսապետությամբ կատարվեց նաև հայրապետական մաղթանք Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-ամյակի առիթով։ Սրբազան հայրը բարեմաղթանքի խոսք ասաց, աղոթքով հայցելով, որ Բարձրյալ Տերը երկար եւ քաջառողջ տարիներ պարգևի վեհափար հայրապետին եւ զորակից լինի հայոց Սուրբ եկեղեցուն։ Երրորդյա ժողովի ընթացքում քննարկվեցին հոգևոր եւ կրթական գործունեության, ինչպես նաեւ եկեղեցապատկան տարածքների վերադարձի հետ առնչվող ներթեմական հարցեր։ Եզրասրբազանը ժողովականներին տեղեկացրեց, որ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները թեմին են վերադարձրել Դոնի Ռոստովում գտնվող երբեմնի եկեղեցապատկան հոգևոր կրթական հաստատության պատմական շենքը, որն ունի 4000 քառակուսի մետր տարածք։ Նորոգությունից հետո այն կծառայի որպես կրթական հաստատություն Դոնի Ռոստովի հայերի համար։ Ժողովականները խոր մտահոգությամբ անդրադարձան Մայր հայրենիքում եկեղեցու դեմ օրեցօր սաստկացող արշավին, ապօրինի ճնշումներին։ Տագնապներով լեցուն այս օրերին ամենակարևոր ազգային միասնականության ուխտի վերակերտումն է, հավաքական ուխտի, համախումբ լինելու, միատեղ եւ միասիրտ լինելու, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հայոց հայրապետին զորավիք ամբողջական պահելով մեր եկեղեցու անսասանությունը եւ միասնությունը։ Ժողովի ավարտին հոգևորականները հանդես եկան ընդհանուր հայտարարությամբ, դատապարտելի համարելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական, աստվածամարդ, եկեղեցազավթ հակաեկեղեցական ընթացքը, շինծու մեղադրանքներով հոգևորականների կալանավորումը եւ միտումնավոր վարկաբեկումը, մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, եկեղեցական կյանք, Մոսկվա։